Բիկինի Ալեքսանդրիտ։ Բոլորն անում են, բայց ոչ մեկ դեռ չի խոսել իր լիարժեք անկեղծ կարծիքի մասին։ Ես սկսեցի Բիկինի Ալեքսանդրիտ կատարել հոկտեմբեր ամսին 24 թվական։ Այս պայծրությամբ արդեն 5 անգամ է, ինչ կատարել եմ մազահեռացում այդ հատվածում։ Նախ ուզում եմ ասեմ, որ անձամբ ես զգալի արդյունք եմ տեսել հենց առաջին այցից հետո։ Առաջին այցից հետո նկատեցի, որ ինչ-որ չափով մազի աճ կար, բայց շատ քիչ։ Եվ գնալով բնականաբար ամեն անգամ նվազեց։ Շատ բարակ մազիկներ կան այս լորձաթաղանթի հատվածում եւ երևի 1 կամ 2 մազ շուրթերի մոտ։ Ինչով է պայմանավորված, որ հենց լորձաթաղանթի մոտ կարող են մազեր աճել, եթե ձեզ հետաքրքիր է, միգուցե կարող եմ ես մասնագետի հետ տեսահոլովակ պատրաստել եւ խոսենք դրա մասին։ Ես կուզեմ անձամբ 10 սեանս կատարել, այսինքն հիմա 5 անգամ արդեն կատարել եմ Բիկինի հատվածում Ալեքսանդրիտ, կուզեի եւս 5 սեանս։ Երբևէ որևէ տեսակ մազահեռացում այդ հատվածում չեմ արել, այսինքն էլաստիոդ, շուգարինգ, ոչինչ չեմ արել, ուղղակի ամբողջ կյանքս միշտ սափրել եմ եւ բնականաբար նյարդայնացել։ Իսկապես ինձ վրա ջղայնանում եմ, թե ինչու դա ավելի շուտ չէի անում, որովհետեւ սափրել է առհասարակ, հատկապես Բիկինիի հատվածը տհաճ է։ Այնպես որ եթե դուք մտածում եք կատարել Ալեքսանդրիտ Բիկինի հատվածում, թող սա ձեր համար մեծ նշան լինի։ Հաճախում եմ անթերիս կենտրոն։ Եթե հետաքրքիր է որ մասնաճյուղ, կարող եք գրել կոմենտներում, կկիսվեմ։ Խոստացել էի իմ դիտորդներին եւ հետաքրքրող անձանց կիսվել իմ անկեղծ կարծիքով եւ առայժմ այս պայծրությամբ իմ կարծիքը միանշանակ գերազանց է Բիկինի Ալեքսանդրիտի մասին։ Ինձ հետևեք, որովհետեւ կուզեմ նաեւ կիսվել որոշ խորհուրդներով, ինչ-որ թիփերով եւ այնպիսի հնարքներով, որոնք կարող են ձեր կյանքը ավելի հեշտացնել Ալեքսանդրիտ անելուց հենց Բիկինիի հատվածում։